Այսօր իմ ապօրինի կանոնավորման 356-րդ օրն է, 10 օր հետո կլորանա արդեն 1 տարի։ Եվ ես պարկ եմ վերլուծային մասում, ես սկանչելի օրեր ինձ պարկեպելու հատ։ Սկանչելի օրերի, բացառությամբ առաջին Ադյանի դատարանի իմ ինտելեկտի խոշտանման մեր սիրելի դատախազների կողմից։ Մնացած բոլոր օրերը սկանչելի օրեր են։ Մտքի հոգու հանդարտության, Բագրատ Սրբազանի հետ եղբայրական զրույցների, Արշակ Սրբազանի հետ եղբայրական զրույցների, վերջին 4 ամսում էլ առանձնությամբ սկանչելի հնարավորության շնորհակալ եմ մեր դատարանին, պատվարժան, որ արգելեց 4 ամիս որևիցե շփում, բացառությամբ 4 հոգու, եւ ես մեծ զարմին հաճույքով կենտրոնացա իմ հոգեվոր, մտավոր, այլ ինչու՞ չէ, ֆիզիկական բարօրության վրա։ Ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասում, ոչ, իրապես սա ձևական չեմ ասում, ոչ էլ Բագրատ Սրբազանն է ձևական ասում, մենք իրապես սկանչելի օրեր ենք անցկացնում։ Իմ կյանքի լավագույն օրերն են, լավագույն օրերն են, եւ ոչ մի մտահոգություն չունես, ոչ մի մտահոգություն չունես, հոդդ քեզանից խրված է, դու իրավունք չունես հոդով զբաղվելու, իրավունք չունես որևիցե մի հարցով զբաղվելու, միայն մտածի աղոթելու, հոգևոր խաղաղության, ընթերցանության, քո անցած կյանքը վերլուծելու, վերադառնալու։ Ընդհանրապես դրա համար փառք եմ ուզում ասում, այս սկանչելի հնարավորության համար։ Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պիտի հայտնի նրանց, ովքեր այդ բանը իրենց նպատակների համար օգտագործելով ստեղծեցին։ Շնորհակալություն իրենց չեմ հայտնել։ Եվ ասել եմ, որ իրենք պիտի պատասխան տան, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ անպայման։ Եվ խստակ նույնիսկ։ Որովհետև 1 տարի է, ես անազատության մեջ եմ, լրիվ, ապօրինի և անհիման։ Ես ոչ մի մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետին, մերժում եմ բոլոր մեղադրանքները, ինձ մեղադրյալ, մեղավոր չեմ ճանաչում և չեմ ճանաչում, և պատրաստ չեմ ճանաչում։ Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև, մնում եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև։ Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը եւ ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես դա ասել եմ, որ ինչպես անցած անգամ ասացի, ես ոչ թե սա ինձ համար անձնական ողբերգություն է, հակառակ անձնական շահ է։ Ոչ թե անձնական ողբերգություն է, այլ զատերժով ամոթ եմ զգում Հայաստանի Հանրապետության համար, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր եպիսկոպոսների վրա քրեական հետապնդումներ են, քրեական գործեր են անցված։ Բացի մեկից, այդ մեկի անունը չեմ տալիս, թե չէ նրա վրա էլ գաղություն։ Ես եմ։ Բոլոր եպիսկոպոսները մինչև 2025 թվականը օրինապակ քաղաքացիներին ներառյալ Գաղափար Հայրապետը եւ հանկարծ 2025 թվականին կոլեկտիվ խելագարության մեջ մտան եւ սկսեցին օրենքը խանգարել, օրենքը խախտել։ Ինչպես կարելի է այսպիսի երկրի Հայաստանի Հանրապետության համար չամաչի։ Եվ ինչպես կարելի է, որ գերագույն ստախոսին երկարվող տարբեր ստախոսներ, տեսեք, այստեղ ասեցին բոլորը։ Ես ինչ-որ մարդու չեմ մեղադրել։ Գլխավոր դատախազը ստախոսն է։ Քննչական կոմիտեի ղեկավարը ստախոսն է։ Խնդրում եմ առանց պիտակում եք։ Չեմ պիտակում, մենք սուտ ենք խոսացել։ Արտարադատության նախարարը ստախոսն է։ Նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը ստախոսն է։ Այդ ստախոսության համար պատասխանատվություն հասնում է, թե չի հասնում։ Եթե ես անարդար կերպով 1 տարի անազատության մեջ եմ եւ հնարավոր է որ 1 կամ 1.5 տարի անազատության մեջ լինեմ, դրա համար պատասխանատվություն լինի, թե ոչ։ Գալու է ժամանակը,
Ուրեմն դրա համար ավարտելով ես ասի որ սկանչելի օրերի անցկացրել հուսով եմ որ ապագայում ես որոշ շրջան անցկացնել ներողություն եմ խնդրում իմ հարազատներից, բարեկամներից, իմ ժողովրդից, բոլոր նրանցից, ովքեր շատ ծանր են տարել իմ բանտարկությունը։ Շատ շնորհակալ եմ իրենց, վեհապար Հայրապետից սկսած մինչև ամենապարզ քաղաքացին, որոնք ծանր են տարել իմ բանտարկությունը։ Այլ ծանր պիտի տանել նաև իշխանությունը, իշխանության հատվածի որոշ մարդիկ։ Ոչ թե պիտի քմծիծարի, ոչ թե պիտի ուրախանայի, ոչ թե պիտի վայրահաճի, այդ պիտի եկել ցավադրի, որ վերջին վերջո արքեպիսկոպոս բանտարկում է։ Այստեղ մի բան է, մի երանգիր ավելս, ենթադրենք ես մեղավոր իրանք ենթադրենք գործել եմ ես հանցանքը, ենթադրենք իրոք ոչ եմ արել։ Բայց ոչ մի հետևան չի տորել այդ ոչը, չկա ոչ ուժով, չկա ոչ վգա, չի հարցակրում ոչ մի վգա, չի եղել ոչ մի ուժով։ Եվ ես ունեմ տարիների փաստակ։ Եվ քանի որ հոդվածներ ենթադրում է եւ տալիս է հնարավորություն ավելի մեր պատժամիջոցի։ Արդյոք հնարավոր չի ավելի մեր պատժամիջոց կիրառել իմ նկատմամբ։ Առավել իբր խափանման միջոց։ Իբր խափանման միջոց։ Եթե նույնիսկ 2 տարի մի դադարի 2.5 դադարի, 5 տարի դադարի, ես ասել եմ պատրաստ եմ ծնալ բանդարության։ Բայց իբր խափանման միջոց Արդյոք հնարավոր չէ, երբ որ չկա ոչ վգա, ոչ ուժով եւ ամբողջ ապացուցման ինչ-որ բաներ գործ սպարս է, հայտնի ոչ մի բան չեմ կարող փոխել իմ ասած եւ արածի մեջ։ Ինչ իմաստներ այս խափանման միջոցը մեկ տարվա կիրառել իմ նկատմամբ։ Սա միթե անօրինականություն չի, սա միթե ապօրինություն չի։ Եվ դրա համար Ավարտելով խոսքս, շնորհակալություն հայտնել նաև իմ սիրելի պաշտպաններին, որ բացարձակ եւ բացառիկ պրոֆեսիոնալիզմով պաշտպանեցին եւ ներկայացրեցին բոլոր ապօրինությունները, հնարավոր ապօրինությունները եւ անհնարին ապօրինությունները, որոնք կիրառվել են իմ նկատմամբ։ Բայց խորը շնորհակալություն իրենց, բայց ավարտում եմ իմ խոսքը ասելով, որ բացարձակապես վատ չեմ զգում իմ բանդարկությունից, բանդարկության ցանկացած ձևաչափից, որը համարում եմ բացարձակ ապօրինի եւ անօրինական։ Հետևաբար ես որևիցե ինչպես խնդրանք չեմ ներկայացրել առաջին ադյանի դատարանին, այնպես էլ խնդրանք չեմ ներկայացնում ձեզ պատվարժան, վերակենի դատարան։ Պարզապես ասում եմ, որ դատեք ըստ ճշմարտության եւ վճիռ կայացրեք ըստ ճշմարտության։ Այս կապը